Իմ վերջին շրջանում գիտեմ սա կամա շատ դժվար թեմա է, բայց անձնական կորուստ ես ունեցել։ Դու ոնց կարողացար հաղթահարել, որովհետև ես գիտեմ նաև, որ մինչև վերջ չես հաղթահարել։ Պարբերաբար դու քո ոնց որ ասած թուլությունը ցույց ես տալիս միկրոբլոգում։ Հա, նորմալ է այդ թեմա։ Այդ կորուստն որ ոչ մի ձև չես կարող հաղթահարել։ Ես անկեղծ եմ պատկերացնում ոնց կարելի է այդ հաղթահարել։ Անկամ երբ որ ես սթորիներ եմ անում այդ թեմայի շուրջ, ինձ մարդիկ են գնում, որ ովքեր 15-20 տարի առաջ են կորցրել ծնող, ասում են մենք մինչև հիմա չենք հաղթահարել։ Դա մի հատ բաց է, որը երբեք ոչ մի ձև, ոչ ոք, ոչ մի իրավիճակ չի կարող լրացնել, էլի։ Ես չեմ հաղթահարել ու ճիշտ ասած չեմ էլ մտածում հաղթահարելու մասին։ Սուտ ժամանակն է անցնում, որ փորձում ես ոնց որ չմտածես այդ ուղղությամբ կամ մտածես, բայց արդեն լավ բաները հիշես կյանքի, էլի։ Սենց ասեմ, ես ամեն օր մտքով ապրում եմ, այդ միտքի մեջ կա։ Հիմա կարող է շատ սենց պաթոսային հնչի, բայց լրիվը տենց է, էլի, չեմ ուզում սենց կամերաների առջև ասեմ, չէ, լրիվ ոնց կա, ես ոնց զգում եմ, տենց եմ ասում, ես ամեն օրս ավելի լավ եմ փորձում ապրել, որտեղ գիտեմ պապաս դրանից ուրախ է լինելու զուտ, ու այդ իրոքը տենց է։ Շատ լիքը բան ես հիմա անում եմ իրան հիշելով։ Դեպքից օրեր առաջ ես չէ՞ ամենա եկել Հայաստան, հենց Միացյալ Նահանգներում իր մոտ էիր։ Հա։ Այ ո՞նց էր այդ շրջանը, ինչ օրեր ունեցաք իրար հետ։ Ես չգիտեմ, ինտուիցիա շատ ուժեղ ինտուիցիա ունեմ։ Ես գալուց առաջ երևի միակ անգամն է, որ շատ ուժեղ լացել եմ։ Թե օդանավակայանում, թե ինքնաթիռում։ Ես 12 ժամ հետ գալուց լացել եմ։ Ասած մի հատ բան կա, չեմ կարող այդ զգացմունք, չգիտեմ ոնց բացատրեմ, որ մտածում ես հեսա մի բան լինելու է, իմ մոտ այդ տպավորությունը կար։ Դու նույնիսկ օրերդ մի քանի օր հետաձգեց Հա, ես հետաձգել էի, հա։ Բայց չգիտեմ, դե չես սպասում։ Ամեն դեպքում ինչքան էլ անգամ եթե բժիշկը գալիս ասում է ձեր հարազատը վաղը օրինակ քիչ կյանք ունեցել, մեկը չես սպասում դա։ Շատ պատահական իմ գնալը ստացվեց իմիջիալոց, ես պլանավորել էի փետրվարից հետո գնայի, բայց ասեցի չէ, ծնունդս է, այս 5-6 տարի է պապայից հետ չեմ նշա, գնամ իրենց հետ նշեմ։ Ու շատ ուրախ եմ, որ դա արել եմ, որտեվ ես ինքս ծնունդս չեմ սիրում նշել ընդհանրապես։ Ասեցի լավ, այս անգամ գնամ, ոնց որ տակ ջերմություն եղավ ու շատ հավես անցավ։ Մեր այդ տունը պուճուր տուն էր, բայց 35 հոգի եկել էր ավել անգամ։ Եղբորս ընկերների, իմ ընկերները շատ մեծ, տանը տեղ չկար, լիքը մարդ կանգնած է եղել, բայց այնքան ջերմ էր ու անգամ այնտեղի երեխեքը, ովքեր այնտեղ էին ապրում, այդ կարոտ, այդ չգիտեմ, ոնց որ լրացրեցին էլ այդ Հայաստանի հանդեպ կարոտը, ոնց որ այդ հավաքույթները մեկի Հայաստանում են լինում։ Նաև հայրիկը տեր ուրախ սթորիները։ Շատ, հա։ Վաղուց իրանք տենց առիթով չէին հավաքվել։ Վիրահատությունից հետո երբ գնացիր պապատ քեզ տեսավ, ինչ արձագանք տվեց։ Օ, ասաց ոնց ես նիհարը, դե մեր մոտ միշտ ընտանիքում հետ եղել է, որ ես մեջտերի թմբլն եմ եղել։ Դե սա ընտանիքիս անդամները ուրախացած են։ Պապան չնայած ասում էր հելիք հերիք է պետք չի նիհարես, բայց չէ, ես մի 15 կիլո էլ ուզում եմ նիհարել։